Հարգելի հետևողներ, մենք կզրուցենք Նարեկ Սամսոնյանի տիկնոջ Լուսինե Առաքելյանի հետ։ Լուսինե, դատական նիստին ներկա եք, ինչպես ընդունեցիք նախ այս որոշումը, ձեզ համար արդյոք սպասել էր։ Ես կոնկրետ Նարեկի առնչությամբ եմ հարցս ձևակերպել։ Եվ այս հացադուլը, որ հայտարարեց, ինչպես է։ Հացադուլին իր ոճով, Նարեկի ոճով չեմ զարմանում ընդհանրապես։ Ճիշտն ասած, չեմ էլ զարմանում դատարանի կայացրած որոշման վրա, որտեղ իրանցից ամեն ինչ սպասելի էր։ Այն, որ նոյեմբերի 13-ին Նարեկին առավոտյան տարան, վստահ էի, որ տուն ա գալու, որովհետև աբսուրդ էր։ Բայց երբ որ արդեն երեկոյան կողմ իմացանք, որ հերթապադատարաններ են փոխվել, որ դատավորը նշանակվել, արդեն գիտեի, որ կալանքի են տանում, հույսս չէի կորցրել վերաքննիչով։ Վստահ էի, որ վերաքննիչը որոշումը կբեկանի, բայց քանի որ վերաքննիչն է որոշման հրապարակումը հետաձգեց, էլի ակնկալում էի, որ որևիցե իրավական ուժել չի ունենալու։ Հույս ունեի, որ դատարան չեմ ճանաչում դատավորին, չեմ առնչվել, մամուլում էլ չեմ հանդիպել, ճիշտն ասած, իր կայացած որոշումներից չեմ իմացել, հույս ունեի, որ դատարանն իր իշխանությունը բանեցնելու է օրենքի եւ իրավունքի գերակայությամբ, բայց ականատես եղանք, որ անհիմն առանց հիմնավորելու էլ 3 ամսով երկարացրին կալանքը։ Հույս ունեմ, որ կգտնվեն դատավորների շարքում դատավորներ, որոնք որ կկարողանան սթափ գնահատել ու չեն վախենա իրական արդարադատություն իրականացնել։ Հասկանում եմ այսօրվա իրականության պայմաններում իրոք վախենալու բան է արդարադատություն, նորմալ ճիշտ արդարադատության իրականացնելը, բոլորը վախենում են, թե իրենց հետ հետո ինչ կլինի, բայց նաև թող բոլոր դատավորները հիշեն Արտուշ Կապրելյանի օրինակը, որ անգամ եթե դու ծառայում ես այս իշխանություններին ու իրանց հլու հնազանդվում ես, մեկ այլի անպատիժ չես մնում դու։ Հենց այս իշխանությունների կողմից։ Լուսինե, Նարեկը իր խոսքում նշեց երեխաների մասին, այս պահին ինչպես են իրենք զգում իրենց, ինչ են խոսում հայրիկի մասին եւ աղջիկը, ձեր աղջիկն է կարծեմ դուռը բացել, հիմա ինչ այսպես տպավորությունների տակ է։ Գիտեր, որ գալիս եմ դատարան, հույս ուներ, որ այսօր պապան տուն ա գալու։ Եվ գիտեմ ձեզ համար դժվար է խոսել, ամեն դեպքում եք հստակեցում եւս միջազգային կառույցներին բազմիցս դիմել էիք եւ Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ էլ ակցիա էր տեղի ունեցել, մի քանի դեպքերով եմ հիշում, ինչ ակնկալել, եղան ինչ-որ արձագանքներ, թե ոչ, եւ արդյոք այլ դեսպանատների հետ ունեք նամակագրություն կամ հանդիպումներ։ Հիմա այս պահի դրությամբ չէ, այդ ամեն ինչը մեկ անգամ եւս եկավ ապացուցելու եւ ցույց տալու, որ ներկայիս իշխանությունները ոչ մի բանից ոչ վախենում են, ոչ մի բանից ոչ կաշկանդվում են, անգամ իրենց միջազգային հեղինակության մասին իրանք չեն մտածում, ունեն ԵԽ-ից որոշում իրենց մասով, դիմում իրենց մասով, բայց անգամ դա իրանք չի կաշկանդում եւ իրանք անում են ինչ իրանք ուզում են, ինչ իրանք պետք է ու ունեն դատարաններ, որոնք նաեւ կատարում են իրանք ցանկությունները։ Հասկանալի է, շնորհակալ եմ։ Հարգելի հետևողներ, մենք հակիրճ լսենք Ռուբեն Մելիքյանին եւ Արսեն Բաբայանին։